Քրիստոս հարյավի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսին, փառք մեր Տիրոջը։ Սիրելիներ, երբ որ մենք տեսնում ենք Սուրբ գրքի մեջ, Զատիկը, երբ որ Իսրայելի ժողովուրդը տոնեց, դա այն ժամանակ էր, երբ որ իրենք 400 տարի խիստ նեղության մեջ էին Եգիպտոսի լծի տակ։ Եվ Զատիկի տոնը նրանց համար ազատագրության տոն էր, որ նրանք ազատագրվեցին այդ լծից, ազատագրվեցին այդ իշխանությունից եւ Աստված տարբեր ձևերով տարբեր միջոցներ օգտագործեց Իսրայելի համար, բայց ազատագրության միջոցը եղավ Զատիկը։ Եվ այսօր շատ կարևոր է, որպեսզի մենք իսկական Զատիկ տոնենք մեր կյանքի մեջ, որ մենք ազատագրվենք ամեն տեսակ մեղքերից, աշխարհային խաբկանքներից եւ սատանայի բոլոր ճնշումներից, որ մեր ներսը ազատ պաշտի կենթանի Աստծուն, իր անունը փառավորվի։ Երբ որ մենք կարդում ենք Սուրբ գրքի մեջ Եբրայեցիս 11-րդ գլուխ 28 համարի մեջ գրված է. հավատքով հրավ Զատիկը այրունի սրսկելը, որպեսի անտրանիկներին սատկեցնողը իրեն չդիպչի։ Սա Մովսեսի համար ասում, հավատքով հրավ Զատիկը եւ այրունը սրսկելը, որպեսի անտրանիկների սատկեցնողը իրեն չդիպչի։ Հավատքով արեց։ Գիտեք, այսօր կարող է շատ մարդիկ Զատիկի տոնին տարբեր ձևերով են պատրաստվում։ Մարդիկ տարբեր, չգիտեմ, սեղաններ են գցում կամ տարբեր պատրաստություններ են տեսնում, բայց այսօր Աստված մեզ մի կարևոր բան է ուզում, որպեսզի մենք հավատքով մեր սրտերը դարձնենք ամենակարող Աստծուն եւ հասկանալ ինչ է ուզում Աստված անել մեր կյանքի մեջ, ինչ ծրագիր ունի Աստված մեզ համար։ Գիտեք, սիրելիներ, Իսրայելի ժողովուրդը շատ լուրջ պատրաստվեց Զատիկի տոնին եւ գրված է նրանք իրանց ընտանիքներով, ինչպես որ Աստված պատվիրել էր նրանց, անարատ գառը մորթեցին եւ դրա կարևորագույն նշանը այդ գառան այրյունն էր, որ այդ դրանդիկների վրա պիտի քսված լիներ։ Եվ գիտեք, Աստված ինքը տեսնում էր ում դրանդիկների վրա է քսված այդ այրյունը։ Աստված ուզում էր տեսնել այդ այրյունը արդյոք կա քսված դրանդիկների վրա, եւ սա նշան էր, եւ սա կարևորագույն խորհուրդ էր, որ այսօր մենք մեր կյանքի մեջ ջանք պիտի անենք, որ գանք այդ այրան ներքո, որ այդ այրյունը քսվի մեր սրտերի վրա, եւ Աստված ինքը ուզում է տեսնի այդ այրյունը մեր վրա։ Գիտեք, ես այսպիսի մի բան եմ մտածում, Աստված շատ բան չի ուզում տեսնի մեր կյանքի մեջ։ Չգիտեմ, կարող է տարբեր ձևերով ենք ուզում ներկայանալ։ Հիշում եք Սուրբ գրքի մեջ մարդիկ կային, որ եկան Տիրոջ ասին Տեր, քո անունով հրաշքներ արեցինք, նշաններ գործեցինք, զորություններ արեցինք, այս բաներ արեցինք։ Տերը ինչ ասավ։ Ասավ, ես ձեզ չեմ ճանաչում, ով անօրություն գործողներ։ Գիտեք, Աստված ինչ է ուզում մեր վրա տեսնի իր որդու Հիսուս Քրիստոսի այրունը։ Երբ որ մենք զղջում ենք իր առաջ, խոստովանում ենք եւ բացում ենք մեր սիրտը եւ գալիս ենք այդ այրան ծածկի տակ եւ այդ այրունը մեզ տանում եւ ներկայացնում է հոր առաջ։ Գիտեք, այսօր եթե շատ հնարավորություններ ունենք, չգիտեմ, կամ կարող է տարբեր բաներ ունենք, մարդկային արդարացումներ, որոնցով ենք ուզում գալ Աստծո առաջ։ Կարող է միգուցե որոշակի բաներ կամ մեր կյանքի մեջ դրանով ենք ուզում ներկայանալ Աստծո առաջ։ Գիտեք, դրանց բոլորին Աստված չի նայելու։ Մի բան կա մեր կյանքի մեջ, որը մեզ տալիս է լուրջ համարձակություն Աստծո առաջ գալու, եւ դա Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի այրունն է։ Երբ որ մենք տեսնում ենք Սուրբ գրքի մեջ սիրելիներ, տեսեք Եբրայեցիս 10-րդ գլուխ 19 համարի մեջ գրված է հետևյալ խոսքերը. ուրեմն եղբայրներ, համարձակություն ունենք սուրբ տեղը մտնելու Հիսուսի այրունով, այն նոր եւ կենթանի ճամփովը, որ բացավ մեզ վարագույրի մեջից, որ է իր մարմինը, եւ մեծ քահանա ունենալով Աստծո տան վրա մոտենանք ճշմարիտ սրտով, լեցուն հավատքով, սիրտներս չար խղճմտանքից մաքրած, մարմիններս մաքուր ջուրեն լվացած։ Փառք Տիրոջը։ Տիրոջը մոտիկանալու ամենակարևորագույն հիմքը դա Հիսուս Քրիստոսի այրունն է։ Ոչ թե իմ արած գործերն է, ոչ թե իմ արած, չգիտեմ, արարքներն է, ոչ թե իմ հնարավորություններն է, ոչ թե իմ լավը լինելն է կամ մարդկային որևէ արժանինքները, դրանք բոլորը ոչինչ են։ Աստված մի կարևոր բան է ուզում,
Այսօր երբ որ մենք եկել ենք Տիրոջ տուն, Տիրոջ առաջ, Քրիստոսի այրունը խնդրենք մեր վրա, նա հիմքն է, նա է սկիզբը, նա է ալֆան եւ օմեգան, ամեն բան Քրիստոսով է, ասավ առանց ինձ բան մնել չեք կրնա։ Գիտեք սերներ, մարդիկ շատ բաներ են փորձել, ասենք ցուլերի այրունը, նոխազների այրունը շատ անգամներ զոհեր են արել։ Եվ մենք տեսնում ենք զոհեր, առաջի զոհ այսպես որ արվեց, մենք տեսնում ենք դա այն ժամանակ է, երբ որ Եդեմի պարտեզի մեջ արդեն մեղանչեցին Ադամը եւ Եվան, Տերը նրանց կաշի հագցրեց, զոհ տեղի ունեցավ եւ շարունակաբար բոլոր շատ զոհեր են մատուցանել, թագավորներ, որ հազարավոր զոհեր են մատուցանել, այրունա թափվել, բայց միայն Հիսուս Քրիստոսի այրունն է, որ հավիտենական կյանքի ճանապարհը բացում մեզ համար, միայն Քրիստոսի այրունն է, որ քավում է մեր մեղքերը հավիտենապես, երբ որ մենք գալիս ենք Քրիստոսի այրան տակ։ Եվ տեսեք սերելներ, Սուրբ Գիրքը խոսում է դրա մասին։ Եբրայեցի 5-րդ գլուխ 12 համարն եմ ես ուսում կարդալ։ Ոչ ալ նոխազների եւ զուրականների այրունը, հապա իր այրունով մեկ անգամ սրբարանը մտավ, հավիտենական փրկություն ստանալով, որպեսզի եթե ցուլերի եւ նոխազների այրունը երիժներին մոխիրը սրսկելու պղծելը կսրբեր եւ մարմնին մաքրության կողմեն, ալ որչափ Քրիստոսի այրունը, որը հավիտենական հոգին ձեռով իր անձը անարատ պատարագ մատուցանեց Աստծո եւ պիտի սրբե ձեր խղճմտանքը մեռած գործերին կենթանի Աստված պաշտելու փառք Տիրոջը։ Նրա այրունը սրբում է, նրա այրունը մեզ մաքրում է, որպեսզի մենք Տիրոջը պաշտենք մաքուր սրտով, մաքուր խղճմտանքով, մեր անձերը անկեղծ Տիրոջը հանձնացելներ, նրա այրունը մաքրում է, նրա այրան միջոցով թողություն կասելներ եւ նրա այրան միջոցով է, նրա զոհաբերության միջոցով է, երբ որ մենք գնվեցինք եւ իր համար դառանք սեփական ժողովուրդ եւ Աստված այդ գինը վճարեց մեզ համար իր որդի Հիսուս Քրիստոսի այրան գինը եւ հայտնության 5-րդ գլուխ 9-րդ խոսքի մեջ հետեւյալն ասում եւ նոր երգը երգեին ասելով արժան ես դու այս գիրքը առնելու եւ անոր կնիկները քանդելու վասնզի մորթվեցար եւ քո այրունով մեծ ծախու առար Աստծո համար ամեն ցեղեն, լեզուեն, ժողովուրդներեն եւ ազգեն եւ մեր Աստծո թագավորներ եւ քահանաներ արեցիր, որպես երկրի վրա թագավորենք, փառք Տիրոջը, Տերը գնեց մեզ եւ դրա համար գին վճարեց եւ դրա համար գին չվճարվեց, ինչ որ չգիտեմ, հրեշտակի կամ ինչ որ երկրային կենթանի զոհվեց կամ ինչ որ մի բան, Աստված ամենաթանկ գինը վճարեց եւ այդ գինը վճարվեց իր որդի Հիսուս Քրիստոսի այրան գինը եւ ինքը վճարեց, որ ինձ եւ քեզ գնի եւ իր համար սեփական ժողովուրդ դարձնի, որ մենք իր հետ ապրենք։ Երբ որ մեր մեջ բացվի այս ամենը եւ մենք հասկանանք եւ մենք ճանաչենք եւ մենք գիտակցենք ինչքան սքանչելի բան է Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի կյանքը ունենալ, այն ժամանակ, այո, մեր սրտերը կբացենք Տիրոջ առաջ, անկեղծորեն կասենք Տեր, այո, ես ուզում եմ, որ իմ կյանքի մեջ ես հավատքով այդ զատիկը կատարեմ, այո, դառնամ քո այրան ծածկի տակ եւ իմ դրանդիկների վրա, իմ սրտի վրա քո այրունը քսված լինի, որովհետեւ Քրիստոսի այրունն է, որ մեզ մաքրում է եւ բացում է մեզ համար հավիտենական կյանքի ճանապարհը։ Թող իր անունը փառավորվի եւ սա շատ կարեւոր է սերներ։ Տիրոջ ադառնալ ապետ սրտանց, Տիրոջ առաջ գալ ապետ սրտանց, Տիրոջը նայելով խաչի վրա Հիսուս Քրիստոսին։ Ես ուզում եմ, որպեսզի կանգնենք ոտքի, Տիրոջը ոտքերի առաջ եւ մեր երգով, աղոթքներով խնդրենք Տիրոջ այցելությունը, ողորմությունը, Աստծո գործը մեր կյանքի մեջ։ Ամեն։ Եղբայրներ եւ քույրեր, այսօր դուք բախտավոր ժողովուրդ եք, մենք բախտավոր ժողովուրդ ենք, որ այսօր ուստեղ ենք։ Եվ այսօր Աստված մեզ կանչել է Աստծո տուն, որ մեզ սովորեցնի մտնենք իր մեջ։ Այսօր թող Տերը օգնական եղնի, որ կարա մարդիկ առաջի անգամ են եկել,
Բայց ես մեկ անգամով մեկ բավարարի, որտեղ ամենակարող Աստված քեզ smart թանկ բան ատվե, իր պատվական արյունը։ Իմ մեղքերի եւ քո մեղքերի համար։ Այսօր իր համար ցավի օր էր։ Մենք իր ցավով այսօր ուրախանում ենք։ Գիտեք, ամեն մարդի բախտ չի վիճակված որ Աստծո տան մեջ անի։ Եվ Աստված իր տունը կանչելով մեզ ուզում է սովորեցնի, որ իր մեջ մտնենք, որտեղ իր մեջ է ապահովությունը, իր մեջ է ուրախությունը եւ իր մեջ է երջանկությունը։ Ուզում եմ մեկ համար կարդամ Եզեկիելի մարգարեությունից, տեսեք ինչ է գրված 43 գլուխ 23 խոսքից 7 օր մատուցանես օրը մեկ նոխած մեղքի պատարակի համար եւ արջարներից մի զվարակ եւ ոշխարներից մի խոյ կատարյալ պիտի մատուցանես։ Աստված տեսեք ինչ պահանջեց մարդից, ասավ 7 օր մեղքի պատարակի համար պիտի մի նոխած մատուցանես եւ ինչ անես ողջակեզներ պյարս եւ ամեն բան պիտի կատարյալ եղնի։ Եվ ամենակարող Աստված տեսավ, որ ոչ ոք չի կարա 7 օր մեղքի հիմար պատարակ վճարի, հետն էլ անարատ իր միածին ուղարկեց ինձ ու քեզ համար, մեր մեղքերի ու մեր հանցանքների համար։ Ես վերջերս մետեղ, երբ որ հրավիրել են գնացել էի մատաղի, բայց շարժարդս ուրիշ բան էր։ Ասեցի հարգելիս, երբ որ դու այսօր մատաղ ես անում, ինչի մար ես անում, որ քո երեխեն մեծ փորձանքից ազատվելա չի, ասավ այո։ Ասի տենց որ եղել դու ամեն օր պիտի մատաղ անես, կարաս ամեն օր մատաղ անես, որտեվ ամեն մեկ օրը Աստված քեզ պահում է։ Ու տեսա որ մարդը ի վիճակի չի, որ ամեն մեկ օրը մատաղ անի, զոհ անի, ամենակարող Աստված իր որդին է ուղարկել։ Ամենակարևորը այսօր քո մեղքերի ու իմ մեղքերի, ես իմ մեղքերի համար ես չեմ կարող ամեն օր զոհ մատուցանեմ այդ Աստծուն։ Եվ բարձրյալ Աստված էսա, որ դու ով մարդ, դու չես կարող այդ ամեն ինչ անես։ Ինձ ու քեզ համար ուղարկեց իր միածինը։ Եվ թող Տերը օգնական եղնի, որ այսօր բարձրյալ Աստված իր երեխեն մատաղ արավ ինձ ու քեզ համար։ Ամեն մարդ չի որ բան այդ ամեն ինչ կանի, բայց բարձրյալ այսօր քո համար ինձ համար արել է։ Մեղքի պատարակ եւ ասավ անարատ լինի։ Եվ Աստված տեսավ, որ ոչ մի անարատ բան էլ չկա այս երկրի վրա։ Բոլորը ապականվեցան, բոլորը պղծվեցան, իր անարատ ուղարկեց ինձ ու քեզ համար։ Այսօր քեզ համար ինձ համար բացառիկ հնարավորություն է, որ մենք մեր սրտերը բացենք Տիրոջ առաջ, մեր մեղքերը խոստովանվենք ու ասենք Տեր, այո մենք շատ բաներ կա, որ ծածկված է մարդկային բնությունից, ծածկված է մարդուց, բայց քեզանից ծածկված չի։ Այսօր Տերը քեզ հրավիրել է այստեղ, որ դու գնահատես իր որդու արյունը։ Գնահատելը ժողովուրդ ջան, երեք մեկի հետ խոսում ասում եմ, ես գնահատում եմ այդ Աստծուն։ Ասում եմ եղբայր, դու չես գնահատում այդ Աստծուն, ասում եմ ո՞նց։ Ասում եմ, ինչ օգուտ է, որ դու քո նկարը քո երեխեն հարց եմ տալիս, քեզ ձեռքը տա քո նկարը քո երեխեն պատի կպցնի ու քո ասածը չլսի, ասավ չէ, ասի նույնն էլ այսօր դու այդ ձև ես։ Գնահատելը եղբայրներ եւ քույրեր դա նկար չի։ Գնահատելը դա ինչ որ պատերին Հիսուս գրելը չի։ Գնահատելը դա մեքենաներում Աստված օրհնե չի։ Գնահատելը ձեռքի դաջվածքը չի։ Գնահատելը դա ապրած կյանքն է, որ գնահատենք այդ Աստծուն։ Եվ ոչ թե գնահատենք մենակ այսօր լեզվով, այլ գնահատենք մեր պատվական այն թանկ ժամանակով, որտեղ Աստված ընտիրն է պահանջում եւ այսօր է թող Տեր օրհնի, որ դու քո պատվական ժամը տվել ես, այսօր եկել ես այստեղ, սիրտդ բացի Տիրոջ առաջ։ Ասա Տեր, ես մեղավոր եմ, ոնց որ եմ եկել եմ քո առաջ։ Ես տեսնում եմ, որ ոչ մի միջնորդ էլ չկա ինձ համար բարեխոսի։ Ոչ մի միջնորդ չգտավ էլ Աստված։ Եվ այսօր մեկ միջնորդ կա, իր որդին է Հիսուս Քրիստոսը։ Այսօր մեկ միջնորդ կա իմ ու քո մեղքի համար, որ կարա մենակ բարեխոսի, սիրտդ բացի իր առաջ։ Թող սատանան չխափի, ասի քեզ հնարավորություն չկա, քեզ ելք չկա, քեզ ելք կա։ Եթե դու այսօր ստեղ ես, արդեն Աստված քեզ այդ հնարավորությունը տվել է։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Եվ հիմա կուզեմ, որ կանգնենք աղոթքի, մեր սրտերը բացենք Տիրոջ առաջ, ասենք Տեր, մաքրիր մեզ, սրբիր մեզ։
Ես շնորհակալ եմ քո այդ պատվական արյան համար, որ Սրտանց թափել ես ինձ ասենք, համար։ Իմ ընտանիքի համար, իմ Փառք ժողովրդի ես համար, Տեր։ իմ ազգի համար։ Փառավորվի երկնային։ Քո ողորմության, քո հավիտենական մեծ ծրագրի համար, որ մեր կյանքի մեջ ուզում ես իրականություն դարձնես։ Սիրելիներ, այսօր մենք երանելի մարդիկ ենք, ինչպես եղբայրներն ասին, ինչի համար։ Որովհետև այսօր այստեղ ենք։ Ցավոք շատ մարդիկ կուզեին, բայց այստեղ չեն։ Ոչ թե այն պատճառով, որ հեռացել են այս աշխարհից, այլ ուղղակի սատանան նրանց այդ հնարավորությունը չթողեց, որպեսզի այդ մարդիկ օգտվեն այդ հնարավորությունից։ Բայց այսօր մենք այստեղ ենք եւ ոչ մեկը թող չմտածի, կարող է մեկը մտածում է, որ ինձ այսօր հրավիրեցին, դրա համար եմ եկել, բայց ասեմ մի կարևոր բան։ Սուրբ Հոգին, Աստված իր հոգով ձեր սրտերի մեջ դրել է, որպեսզի գաք այստեղ։ Ամեն մեկի սրտի մեջ դրել է, որ գանք այստեղ մի կարևոր բանի համար, որպեսզի հասկանանք Աստծո հավիտենական նպատակն ու ծրագիրը մեր կյանքի մեջ, թող Տիրոջ անունը փառավորվի։ Ես կուզեմ Սուրբ գրքից շատ հակիրճ ներկայացնեմ այն ինչ, որ Աստված ծրագրել էր ու իրականություն դարձրել ժողովուրդ ջան։ Հռոմեացիս 3-րդ գլուխ 10-12 համարներում այսպես է գրված։ Հռոմեացիս 3-րդ գլուխ 10-12։ Ինչպես որ գրված է, թե արդար չկա, մեկն էլ չկա։ Չկա իմացող, չկա Աստծուն խնդրող։ Ամենքը խոտորվեցան, միասին անպիտան եղան։ Չկա բարություն անող, մինչև մեկն էլ չկա։ Տեսեք, Սուրբ Գիրքը Աստված բացահայտում է մի կարևոր իրադարձություն, կարևոր իրողություն ամեն մեկիս կյանքի մեջ։ Դա ոչ միայն խոսքը մեզ վերաբերվում, այլ ամբողջ աշխարհի մարդկությանը, որ չկա արդար, չկա մեկն էլ։ Չկա մի անձնավորություն, որ Աստծուն փնտրեր, Սուրբ Գիրքն այդպես ասում։ Եվ գիտեք, նաև Սուրբ Գիրքն ասում է, որ մեր եւ Աստծո մեջ բաժանող, խանգարող այդ վիճակը դա մեր մեղքերն ու անօրենություններն են։ Ցավոք սրտի այսօր օդի իշխանը շատերին համոզում է, որ գիտես, դու մեղավոր մարդ ես, դու մեղքերի մեջ կորած անձնավորություն ես, դու մի մարդ ես, ինչպես որ գրված է, տես Աստված էլ ասում, որ արդար չկա, մեկն էլ չկա, բարություն անող չկա, Աստծուն փնտրող չկա, բոլորը խոտորվել են, հեռացել են, մոռացել են կարծես այդ Աստծուն, ու ամեն մարդ գնում է իր սրտի ցանկությունների պես ու դրանցից մեկը դու ես։ Այլապես քեզ փրկություն չկա։ Գիտեք, սա իրականություն է։ Եթե անկեղծ լինենք ամեն մեկիս կյանքի մեջ, այս միտքը սատանան միշտ բերում է, որ դու գործ չունես, քո մոտ չի ստացվի, դու չես կարա։ Մարդիկ կան ասում են, գիտեք, ես այնպիսի մեղքեր եմ արել, որ Աստված ինձ չի ների, սա ասեմ ձեզ միանշանակ սուտ է և խաբկանք է, սիրելիներ, սուտ և խաբկանք, որ օդի իշխանը օգտագործում է ամեն մարդուն ճշմարտությունից հետ պահելու, որպեսզի մարդը չհասկանա Աստծո հավիտենական ծրագիրն ու նպատակը իր կյանքի մեջ, բայց փառք Տիրոջը, որ Աստված Սուրբ Հոգով գործում է մեր կյանքերի մեջ և ունի անոթներ, ունի նաև խոսք, որը որ երկսարի սուրի պես և մուրճից ավելի կարա փշրի ամեն կարծրացած սրտեր, եթե մի պայման կա, մարդը հոժարի, եթե մարդը համաձայնվի ու ասի այո, ես դա եմ, գիտեք, շատերը խոստովանվել են, որ այո, ես այդ մեղավոր մարդն եմ, շատերը խոստովանվել են, որ ես այդ մեղքի տեր անձնավորությունն եմ, բայց գիտեք ինչ է գրված, նույն Հռոմեացիս 4-րդ գլխի մեջ, տեսեք ինչ ասում Սուրբ Գիրքը, Պողոս առաքյալը կարծես Աստծո հոգով սկզբից լուսաբանում է մարդու ներքի աշխարհը, նրա իրավիճակը, նրա ներսի մեջ կատարվող իրողությունը, եւ տեսեք ինչ է բացահայտում հետոն։ Հռոմեացիս 4-րդ գլուխ 25 համար, 4-րդ գլուխ 25 համար, որ մատնվեցավ մեր հանցանքների համար եւ հարություն առավ
մեզ արդարացնելու համար։ Այն մարդը, որ իրոք ընդունում է, որ ինքը մեղավոր է, որ ինքը գործել է շատ ահավոր մեղքեր, որ անգամ նրանց մասին խոսալ նամոթ է։ Բայց գիտեք, Սուրբ Գիրքն ասում է, որ մի բարի լուր կա այսօր։ Շատերս ողջունում ենք եւ ասում ենք օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Այո, այդ փաստը իրողություն դարձավ։ Երբ որ Տեր Հիսուս Քրիստոս խաչի վրա էր, արտահայտվեց վերջի արտահայտությունը, որն էր։ Ամեն բան կատարվեցավ, որը կատարվեցավ սիրելիներ, կատարվեցավ Եսայի մարգարեության մեջ գրվածը, որ եթե ձեր մեղքերը որթան կարմիրից կարմիր լինեն, Քրիստոսի արյունով ջունի ճերմակ պիտի դառնան, այն մարդը, որ հավատում է, որ ինքը մեղավոր է, եւ ունի Քրիստոսի կարիքը, եւ հավատում է, որ այդ Հիսուսը անկախ ամեն ինչից, իրա ոչ թե լավ ու վատ լինելուց, այլ ուղղակի իրա շնորհի ողորմության համաձայն խաչն է բարձրացել հոշարակամ իմ համար։ Ես արդեն գիտեք, Աստծո կողման եմ, ոչ թե իմ արժանիքներով, այլ Քրիստոսի այրյան շնորհիվ հայտարարվում եմ արդար։ Փառք Տիրոջը սրա համար, փառք ես հավիտենական մեծ գործի համար, այսօր ամեն մեկից թող իլուր հնչի ես խոսքը, որ այո շանս եւ հնարավորություն կա, չկա այդպիսի մի մեղք, մարգարեն ասում է, եթե որթան կարմիրից կարմիր լինեն, ձյունի ճերմակ պիտի դառնան, այսօր այդ ազատագրության օրն է, երբ որ վերջում առաջ գրավերքի կոչ կհնչի սիրելիներ, ես ուղղակի կխնդրեմ ամեն մեկից, վերանայենք մեր ներաշխարը, նայենք մեր վիճակները ու ասենք այո Տեր, ես ունեմ քո կարիքը, ես մեղավոր եմ։ Երբ որ մարդը ընդունում է իր մեղավորությունը, գիտեք, կատարվում է Աստծո ծրագիրը։ Հովանու երկրորդ գլխի առաջի համարում այսպես է գրված. Նա բարեխոս է մեր մեղքերի համար, ով Հիսուս Քրիստոս։ Հովանու ավետարան 20-րդ գլխի 17 համարի մեջ, երբ որ Հիսուսը հարություն էր առել եւ Մարիամը տեսավ Հիսուսին, ուզում էր փաթաթվել, Հիսուսն ասավ ինձ մի դիպի, որովհետեւ ես դեռ հոր մոտ չեմ գնացել։ Այսինքն կարևոր առաքելությունը, որ մինչև վերջ պիտի դառնար, ես դե չեմ արել, այն արյունը ես տանելու եմ հոր մոտ ու ասեմ հայր, ամեն մեկը ով կծնվի սրանից հետո, աշխարհի մեջ ու կընդունի իր մեղավոր վիճակը, նա կարա ազատ արդար համարվի։ Փառք Տիրոջը, քույրեր եղբայրներ, Թող փառավորվի այսօրվա Տիրոջ անունը։ հավաքույթի այսօրվա տոնի համար այս եկեղեցին, որի վրա Հիսուսի անունն է կանչված, հոգիներ փրկող եկեղեցի է։ Եվ այս քարոզչության նպատակը, որսի մարդ գիտակցի, թե ինքը ինչու է այստեղ։ Եվ գիտակցի, որ իրան փրկություն է անհրաժեշտ։ Մենք չենք եկել ինչ-որ մի հատ կառույց, ինչ-որ բաներ խոսալու, մենք եկել ենք իրոք եղբայրների խոսալու նպատակը, որ ճիշտ ընկալենք, ճիշտ ըմբռնենք, ինչու ենք այստեղ։ Մենք եկել ենք, որպեսզի փրկությունը վերցնենք, Քրիստոսի բերած փրկությունը վերցնենք եւ ասենք, որ այլևս ես փրկված եմ։ Եվ միթե սա հնարավոր է։ Աստվածաշունչը ասում է, որ հնարավոր է սա, բարեկամներ, սա հնարավոր է։ Եվ դու գտիր քեզ այս փրկության մեջ։ Դու կարող ես այս փրկությունը վերցնել, դա կարող է քոնը լինի այսօր։ 10 րոպե առաջ դու միգուցե փրկված չէիր, բայց այսօր դու կարող ես իրոք փրկվես, լուրջ մտածիր։ Եղբայրները խոսում են Աստծո խոսքից, խոսում են Հիսուս Քրիստոսից։ Եվ ուզում եմ մի հատ ծանոթ համար կարդալ Ղուկաս ավետարանից, դա 17-րդ գլուխն է, Ղուկաս ավետարան 17-րդ գլուխ։ Եվ ուրեմն հետևյալն է գրած. Եվ ուրեմն ասեց, բայց
17 համարից, այն 9 ուր են, այն 9 ուր են, մի պատմություն կար, որ Հիսուսը հանկարծ այդ անձնայությունը հարցրեց, ասեց, այդ 9 հոգին ուր են, որ Հիսուսը հոգիներ էր փնտրում, 9 հոգու փնտրում էր Հիսուսը, և ասեց, որտեղ են այդ 9 հոգին, իսկ հնարավոր է, որ այդ 9-ի մեջ դու է լինես, սիրելի բարեկամ, և այս պատմությունից անցել է մոտավորապես ավելի քան 2000 տարի և նույնն է ասեմ, ուր են այս 9 հոգին, և նույն ձայնն էր, Եդեմական պարտեզի մեջ Աստված ասեց, Ադամ ուր ես, փնտրում էր նրան և պարզապես մինչև հիմա Հիսուսը փնտրում է մարդուն, որտև ես ու դու շատ թանկ ենք Հիսուսի համար, շատ թանկ գին վճարվեց, եղբայրները պատմում են Քրիստոսի այդ չարչարանքները, տանջանքները, որ ինքը մարմնով տանջվեց, որպեսզի ես ու դու չտանջվենք և այսօր փրկված ուրախ գնանք իրոք մեր տները, և այսօր այս զորության հարությունը Քրիստոսի նրա համար է, որ դու այսօր հարություն առնես մեռելներից, որ դու վերակենդանանաս և ուրախ գնաս դու այլևս այդ հին մարդը չլինես, Աստծո ուզածը սա է, և մենք խոսում ենք Աստվածաշնչից, և մի հատ եղբայր կար, Աստծուն շատ սիրող, և ինքը մի օր հայտարարեց ու ասեց, որ այս գիրքը մրցակից չունի, շատ գրքեր կան, գիտական, շատ գրքեր կան, հեղափոխական, շատ գրքեր կան պատմական, բայց այս գիրքը ուրիշ գիրք է բարեկամներ, այս գիրքը փրկող գիրք է, մի հատ անձնավորության ահաբեկիչ կիրթ մարդուն հանձնարարում են, ասում են, որ դու պետք է այս Աստվածաշունչ, այս նոր կտականը կարդաս և այնպիսի բաներ հանես, որ մենք հակաավետարանական բաներ տպենք ու ցրենք ամբողջ աշխարհի մեջ, որ կարողանանք մեր գործը առաջ տանք, այս մարդը ասում է, ես չեմ կարող, Ղուրանից զատ ուրիշ բան չկա, ես չեմ կարող վերցնել Աստվածաշունչի իմ ձեռքս, և սրան ստիպում են, ասում են դու պիտի անես այդ գործը և դու ունես մոտավորապես 1 ամիս ժամանակ, պետք է փնտրես, պետք է թակես, դու պետք է ընտրես այն բաները, որ դուրս գա Ղուրանը ճշմարիտ և Աստվածաշունչը սուտ, այս անձնավորությունը պայքարում է, բայց չի կարողանում, որտև ինքը իր ուժերից վեր ալում, լսում է այդ մեծերին, վերցում է տհաճ այս կտակարանը և սկսում է կտակարանը ուսումնասիրել, և գիշեր ու ցերեկ ուսումնասիրում է, որ գտնի բաներ, որ Ղուրանը փառավոր հանի և Աստվածաշունչը սուտ, և 1 ամիս հետո ինքը գնում է այդ ժողովին և վերցնում է իր կտակարանը և ասում է, և 1 ամիս բոլոր այս ամենը ես հետազոտելուց հետո ես վերջապես հասկացա, որ Ղուրանը սուտ է, նոր կտակարանը ճշմարտություն, փառք Հիսուս Քրիստոսին, բարեկամներ, կարդացեք Աստվածաշունչը, հուսով եմ, որ ձեր տներում կա, ամենքի տանը կա, միգուցե շատ լավ պահում ու պահպանում եք և գունավոր շոյերով մաքրում եք, բայց դա քեզ օգուտ չի տա, ինչ-որ մեկը իր վաստակած ոսկին փայլուն պահում է ինչ-որ միտեղ և գրեթե ամեն օր հանում է այդ տեղից և ուսումնասիրում է իր այգու մեջ, հիանում է այդ ոսկու կտորով և այսպես շարունակ անվերջ ու անվերջ հիանում է և մի անգամ այսպես հարևանը տեսնում է, ասում է, այս ինչ ամեն օր գնամ, ասպես սենց թաղաստեղից հանում, դնամ, վերջ հետաքրքրություն է առաջանում և մի օր թաքուն, երբ որ հարևանը տանը չիլեմ գնում այդ քանդում, տեսնում է մի հատ ոսկու կտոր, ասում է, այս ինչ անմիտ այ մարդ, ամբողջ կյանք արդեն մազերը սպիտակել է, այս ոսկու կտորին է նայում այ մարդ, ասում է, երևի սա իրան պետք չի, վերցնում է այս ոսկու կտորը, վերջը հարևանից տանում է և այս հարևանը տեսնում է տխուր բան, ինչ ա եղա այ հարևան ջան, այս ինչ ա կատարվել, դե ասում է, ինչ թաքցնեմ, ասում է, սենց ասում է, ամբողջ կյանքս, այս ոսկով ես հիացել եմ, ու երբ որ ոսկիս տարել են, ասում է, լսի ասում է,
Ինչ տարբերություն ասում, եթե այդ ոսկին դու չես օգտագործի, ինչ որ մի բան թաքցրա, ամեն օր հանի հիացել, ինչ տարբերություն։ Բարեկամներ, դու կարող ես հիանալ սրանով, բայց չօգտագործես։ Դա մեկա, որ դու չունես Աստվածաշունչ։ Կարդա տես ինչ ա գրված սրա մեջ։ Եվ այդ 10 բորոտին Աստված բժշկեց։ Եվ միայն մեկը վերադարձած գրված է։ Եվ Հիսուսը զարմացավ, ասավ, բայց ես 10 բորոտ բժշկեցի։ Ինչու ես դու մենակ եկե հարցում, այն 9 ուր են։ Չէ որ ես 10-ին բժշկեցի։ Սիրելի հոգի, չէ որ Աստված քեզ այսօր կյանք է տվել։ Բայց տակավին Աստված սպասում է քեզ, ինչպես եղբայրը ասեց։ Արդյոք կգաս առաջ վերջը։ Արդյոք քո համարձակությունը կերքի գաս ասես, ես այլևս Հիսուս Քրիստոսին եմ ընդունում։ Կարող ես ասել, ես 9-ից մեկն եմ, ես ուզում եմ գամ, Աստված ինձ փնտրում է, Աստված ինձ սիրում է։ Երեք մեր երիտասարդներ ավետարանչություն էին անում եւ գրականություն են բաժանում, որ փրկվես, Աստծո խոսք է կարդա, եւ երբեմն հարցնում են. դու որ եկեղեցուց ես։ Ինչ կարևորավոր եկեղեցուց եմ, ես քեզ փրկության ճանապարհ եմ ցույց տալիս։ Դա նման է, ինչ որ մեկը խեղդվում է եւ փրկության օղակ ես գցեմ, փրկվելուց հանկարծ գոռում է. դու առաքելական եկեղեցուց ես, թե չէ։ Եթե առաքելական չես, ես չեմ ընդում քո օղակը։ Եթե առաքելական չես, ես չեմ վերցնում ես բրոշուրը։ Ես չեմ վերցնում Աստծո խոսքը։ Բարեկամներ, այսօր քարոզվում է ազատ Հիսուս Քրիստոս, փառք իրան հավիտյան։ Բերեք այս հարությունը տանենք մեր տուն։ Այսօր հարություն ար։ Այդ ամոթը մի կողմ շպրտի վերջապես, քո սկզբունքը մի կողմ շպրտի։ Հիսուսը մի օր պիտի գա քո ետևից։ Հիսուսը գալու է աշխարհին դատելու, բայց այն մարդը, որ ընդունել է Քրիստոսին իբր Տեր ու Փրկիչ, նա իրոք կհափշտակվի, այս հարությունը օգուտ կտա նրան։ Բայց եթե այսօր դու չընդունես Քրիստոսին, այս հարությունը քեզ օգուտ չի տա։ Այդ գանձը դու ունես, բայց պահում ես, հողի մեջ թաքցնում ես։ Այսօր այս գանձը վերցրա, կարդա, այսօր օգտվի այս գանձից, Հիսուսը վերադառնում է, փառք Հիսուսին, 2000 տարի առաջ գրված բաները կատարվում են այսօր, բոլորը ստորակետ կատարվում են, մարդիկ ցնցված են, բայց եւ այնպես չեն դիմում Հիսուս Քրիստոսին, ինչն է պատճառը, ամոթը, զբաղմունքը, մարդիկ զբաղված են աշխարհի ցանկություններով, եւ ավելի շատ ուզում են, որ իր ընտանիքը կերակուր լինի, դա շատ լավ է, իր երեխաներին լավ պահեն, դա շատ լավ է, խորովածներով պահեն, դա շատ լավ է, բայց ավելի լավ է, որ քրիստոնյա սարքեն իրանց երեխաներին, իրանց ընտանիքներին, իրանց բարեկամներին եւ իրանք դառնան քրիստոնյա։ Այո, այս կոչը բոլորիս է վերաբերվում, Հիսուսը վերադառնում է, բայց 9 ուր են։ Սիրելի օքի չլի որ Աստված գա ու քեզ չփնտրի այս եկեղեցու մեջ, որի վրա Տիրոջ անունն է կանչված։ Այո, ովքեր մտան տապան, նրանք փրկվեցին, բազմամիլիոն մարդիկ ջրեղից կործանվեցին, չէ որ միայն նրանք, ովքեր տապանի մեջ էին, չէ որ հիմա նրանք, ովքեր եկեղեցու մեջ են, ովքեր ունեն վերստին ծնունդ, ովքեր Քրիստոսին են գալի, ամոթը մի կողմ շպրտելով եւ իրավասը ինչ կա տեղ ամոթի։ Բակասեն հավատացյալ է դառել, ընկել Անդրանիկի խելքին, ընկել Սրա խելքին, բարեկամներ, բաում խելքին պիտի ինգնենք, մենք պետք է գնանք Քրիստոսի ետևից, փառք Տիրոջը, նա վերադառնում է բարեկամներ, բերեք իրոք լուրջ ապաշխարենք, երբ որ եղբայրը վերջում իրոք կոչ կանի, լուրջ մտածի, ճեղքիր այդ ամոթը, ճեղքի աշխարհային ցանկությունները, ճեղքիր քո սկզբունքը, արի առաջ, ասա ես Քրիստոսին եմ ընդունում իբր Տեր ու Փրկիչ, ես չեմ ուզում ես ու իմ ընտանիքը կորուստ գնանք, դժոխք գնանք, որտեղ հավիտենական կրակի լիճ է, որտեղ հոգիները չեն ետ գալու, որտեղ փոշմանելու են, խնդրելու են Հիսուսից 1 րոպե հնարավորություն դու գնամ եկեղեցի, այդ տարոնի եկեղեցին գնամ, ներողություն խնդրեմ, փռվեմ այնտեղ գետնի վրա ասեմ, ներեցեք ինձ, եւ մի ձայն կասի այլևս ուշ է։ Մի ձայն կասի քեզ հնարավորություն էր տրված, այլևս ուշ է, որտեղ գրված է մարդուն տրված է մեկ անգամ կյանք, նրանից հետո դատաստան։ Բայց այսօր ձրի
քո 50, 60, 70 տարվա մեղքերը ներվում են ձրի, առանց որևէ միջամտության, միայն դու զղջաս։ Եվ շատերը զղջում են, բայց չեն փրկվում։ Հուդան զղջաց, բայց չփրկվեց, ինչու, որտեղ նա չգնաց Քրիստոսից ներողություն խնդրեց, բայց Պետրոսի զղջումը ընդունելի էր։ Նա Քրիստոսին գնաց։ Բարեկամներ, ինչ որ բանից դու զղջում ես, փոշմանում ես, բայց եթե Քրիստոսին չդիմես, ինչպես եղբայրը ասեց սկզբից, որտեղ Քրիստոսով է փրկությունը, չգնաս նրա մոտ, չասես որ Տեր, ես քեզ եմ գալի, եւ մարդկանց մոտ չդավանես ու չվկայես Քրիստոսի մասին, սրտովդ հավատա, բերանովը դավանի ու կփրկվես, իսկ եթե այս ամենը դեռևս փակ է, դեք շատ մարդիկ կան չեն կարող փառք Հիսուսին ասեն։ Փառք ասուն մի կերպ ասում եմ ասա փառք Հիսուսին, չեն կարողանամ։ Ես դες մարդկանց հանդիպել եմ, այնքան ամոթ կա նրանց մեջ։ Նրանց համար դա նսեմացում է, որ ասես փառք Հիսուս Քրիստոսին։ Բերեք ասենք փառք Հիսուս Քրիստոսին, հավիտյան բարեկամներ, փրկությունը Քրիստոսով է։ Աստված նրան է տվել իշխանությունը եւ չկա վերևը երկնքում եւ երկրից վրա փրկություն, բացի Տեր Հիսուս Քրիստոսով, ալելույա նրան։ Սիրելի բարեկամ, մտածի վերջը, իննի մեջ հաստատ դու կաս, գտիր քեզ այդտեղ, Հիսուսը քեզ փնտրում է, Հիսուսը քեզ սիրում է, թող փառավորվի նրա անունը, հավիտյանս ամեն, ալելույա, փառավորվի Տերը։ Եղբայրներ, քուրեր, Հիսուս Քրիստոսյանը թող փառավորվի։ Ես ուզում եմ Աստծո խոսքից կարդալ Մարկոս ավետարան 16-րդ գլուխ 3-րդ համարը մի հատ կարդամ, 3-րդ համարը այսպես ասում, եւ իրար ասում էին, ով կթավալեցնե քարը մեզ համար, գերեզմանի դռնիցը, եւ նայեցան, որ քարը գերեզմանիցը հեռու էր թավալված, որովհետեւ շատ մեծ էր։ Թող Քրիստոսյանը փառավորվի, եղբայրներ քուրեր ջան։ Այսօր այո, եղբայրները հորդորեցին, մենք ամեն մեկս լսել ենք ու լսում ենք, իր անունը փառավորվի, օրհնյալ իր հարությունը, հենց դրա համար Հիսուս հարություն արել եղբայրս ու քույրս, որ դառնաս Տիրոջը։ Ես չգիտեմ, միգուցե դու մտածում ես, թե պետք դա այդպես ճիշտ է, պետք է լինի եղբայրներ քուրեր ջան։ Սխալ չենք անում, որ մենք գիտակցում ենք, որ մենք տեսնում ենք մեր մեղքերը։ Մենք տեսնում ենք այդ մեծ քարերը մեր վրա, այդ ծանրությունը, այդ մեղքի ուժը, զորությունը, որ մենք տեսնում ենք, դա շատ կարևոր է, եթե մարդը չի տեսնում այդ մեղքի զորությունը, նա այդպես մեղավոր վիճակով է կմեռնի, կկորչի, կգնա եւ կորուստ կգնա, բայց երբ որ մարդը տեսնում է քուրեր եղբայրներ ջան, կարիք չկա մտածի, ով կթաբալի մեզ համար։ Եղբայրները կարդացին, հիշեցրեցին, Տեր Հիսուսն ասեց, ամեն բան կատարվեցավ, փառք Տիրոջը։ Քաջացեք, ես հաղթեցի աշխարհին, մեղքին ու մայն Հիսուսն ասեց, այո, այդ հաղթանակը եղել է, այսօր դու չես հաղթողը, քուրս ու աղբերս, այսօր ես չեմ, անողն արել է, որը Հիսուս Քրիստոսը, իր անունը փառավորվի քուրեր եղբայրներ, այո, այսօր հարության տոնն է մեզ համար ամեն մեկից, մեղքից ազատագրվելու, բժշկվելու, փրկության օրը իմ եւ քեզ համար, եւ երբ որ գերեզմանը մտան սիրելիներ, երբ որ տեսան աջ կողմը նստած սպիտակ հրեշտակին տեսան սիրելիներ սպիտակ պատմուճան հագած եւ շատ զարուրեցին, նա ասաց, մեկ զարուրի, դուք խաչված նազովրեցի Հիսուսին եք որոնում, նա հարություն առավ, այստեղ չէ, փառք Տիրոջը։ Այ դրա համար հարություն առավ քուրս ու աղբերս, որ այստեղ լինի։ Այսօր մարդիկ տուրիստները գնում են, թեպետ ես չեմ գնացել, չի ստացել դեռ, թե եթե կարելի ասել բախտ ավաճակվե, թե չի վիճակվե, չեմ գնացել, բայց քուրեր եղբայրներ լսել ենք, դուք էլ լսել եք, որ գնում են Հիսուս Քրիստոսի գերեզմանը, իրապես դատարկ է այնտեղ։ Դատարկ էր, որ Հիսուսը այստեղ ներկայանա, եւ ինքը իր խոսքի համաձայն ներկայ է, որտեղ 2-3 հոգի իմ անունով հավաքված, ես նրանց մեջ եմ, փառք Տիրոջը։ Այսօր քեզ պետք է վստահել, ապավինել, հավատալ, որ ինքը ներկայ է իր խոստումի համաձայն։ Այսօր մի հուսահատվի, մի մտածի, ես քարես ծանր բեռը ինձանից ով պիտի վեր մի կողմ գցի։ Հիսուս արդեն գրել է։ Եվ հիշեցնում ասելներ, Տեր Հիսուսն ասեց Հովհաննեսի 14-րդ գլխում, հիշեցնում է, կգնամ իմ հոր մոտ ու ձեր հոր մոտ եւ բնակարաններ կպատրաստեմ ձեզ համար, ուր որ ես եմ,
Դուք էլ հոմ պիտի բնակվեք, Հիսուս Քրիստոսյանը փառավորվի։ Դրա համար ինքարություն առավ։ Այսօր այո պետք է ինձ եւ քեզ հավատք, վստահել Աստծո խոսքին, հավատալ ապավինել, զղջալ խոստովանվել Տիրոջ ոտքերի առջև եւ Աստված ամեն բան արել արդեն անում է քեզ համար։ Քուրս ու աղբերս թող Սուրբ Հոգին զորացնի, ես երկար չեմ խոսելու, եղբայրն տեղ տանք, որ ինքը պիտի շարունակի, եղբայրներ քուրեր ջան, ուղղակի ուզում եմ նորից մեզ բոլորիս համար Հիսուս Քրիստոսի անունով պետք է մեզ հայտնի Պողոս Առաքյալի թղթերից Կորինթացիների 15-րդ գլխում, առաջի Կորինթացից 15-րդ գլխում այսպես ասում, քուրեր եղբայրներ ջան, եւ երբ որ այս ապականացուն անապականություն կհակնե եւ այս մահկանացուն անմահությունը, այն ժամանակ կլինի այն խոսքերը, որ գրված է, թե մահը ընկղվեցավ հաղթության մեջ։ Ով մահ, ուր է քո խայթոցը, գերեզման, ուր է քո հաղթությունը, մահի խայթոցը մեղքն է եւ մեղքի զորությունը օրենքը։ Բայց շնորհակալություն Աստծուն, որ տվավ մեզ հաղթությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը, Հիսուսյանը փառավորվի եղբայրներ քուրե ջան։ Տեսնում ենք ինչ օրհնյալ հորդոր, ինչ օրհնյալ խոսքեր։ Այո, մեղքի զորություն օրենքը քեզ դնում է, մեղքի տակ, մեղքը զորություն ունի, որ քեզ կորցնցնի, բայց Աստծո զորությունը, Հիսուս Քրիստոսի արյան զորությունը հաղթություն ունի քեզ փրկելու համար։ Մեղքը պարտվեց, մահը պարտվեց, դատապարտվեց։ Եղբայրներ քուրեր ջան, այսօր Հիսուսը եկել է քեզ ազատագրելու։ Դու միգուցե չարչարվում ես, այս բեռը ինչպես պետք է հեռացնեմ, այս մեղքից ես չեմ կարող ազատվեմ, ես այս մեղքի մեջ արդեն մեռել եմ, այսպես ասած, բայց մի հուսահատվի, ելք կա, փրկություն կա քեզ համար, Հիսուսն ասում է ինձ եկողին ես դուրս չեմ անում։ Ուղղակի հավատքով արի Տիրոջ առաջ, Տիրոջ ոտքերի առջև արի, խոնարհվի, սիրտդ բաց արա Տիրոջը, այո, աղոթք արվի քեզ համար, այլևս ազատագրվես, բժշկվես։ Եվ ամեն տկար մարգարեն ասում է, թող ասի ես զորավոր եմ Հիսուսի անունով։ Այո, Պողոսն այդպես ասում էր, ինչ խղճալի մարդ եմ ես։ Ինձով կազատես վիճակից, առաքյալ լինելով եղբայրներ քուրեր ջան, անձնավորություն, Տիրոջ հետ հաղորդակցվող անձնավորություն, որ Տիրոջից անձամբ առել էր ամեն բաները եւ թղթերը ամենամեծ շատ թղթերը ինքը գրել է քուրեր եղբայրներ ջան։ Իրա վիճակին նայելով զարմանում էր, ինչ խղճալի մարդ եմ, ինձով կազատես վիճակից։ Ես մեծ քարի տակից ինձով կհանի ես մեղքերի ծանրությունից։ Շնորհակալություն մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին, որ ինքն ազատում, ինքն այսօր քեզ կյանք տալի, ուղակի հավատա, ապավինի քուրս ու աղբերս, վարկյան առաջ քեզ գցի Տիրոջ ձեռքերի մեջ, որ այդ երկնքի արքայությունում Հիսուսը քեզ համար բնակարան է պատրաստել, դեռ խաչի մոտ տեղ կա, քուրս ու աղբերս, մենք պիտի խոնարհվենք Տիրոջ առաջ, բերեք բարձրանանք ոտքի, խոնարհվենք Հիսուս Քրիստոսի ոտքերի առջև, հավատքով մեր սրտերը բացենք, տեղ տանք Տիրոջը, սիրելիներ, տեղ տվեք Սուրբ Հոգուն, թող Սուրբ Հոգին էջ քանի, մաքրի քո միտքը, քո սիրտը, լիարժեք ազատագրի ինձ եւ քեզ, ամեն աղբից ու կեղտից, ամեն մեղքի օրենքից, ճնշվածությունից, Քրիստոսի շնորհը գա քո վրա եւ ապրես, իբար Տիրոջ, հալելույա։